Ողջույն հարգելի հետևորդներ, դուք դիտում եք Infotime հաղորդումը, այսօր իմ հյուրն է Գլենդեյլի մշակույթի եւ արվեստի կոմիսար, Լոս Անջելես վարչաշրջանի հիվանդանոցների եւ առողջապահության կոմիսար Մարատ Հայրապետյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Անդ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Նախ սկսենք այն թեմայից, որ դուք արդեն մշտապես 12 տարի բնակվում եք Միացյալ Նահանգներում։ Ես կխնդրեի նշեիք Միացյալ Նահանգները ինչ տվեց ձեզ այս տարիների ընթացքում եւ ինչ վերցրեց ձեզնից։ Տակիր հարցեր։ 12 տարի այո մշտապես 14-ից սկսած մինչև այդ ժամանակաշրջանը 7 տարի եւս անընդհատ գնալ գալով ճամփորդելով հետևաբար ընդհանուր առմամբ կարծում մոտ 10 գրեթե մոտ 19 տարի մի քիչ ավելի ինչ տվեց ուսում թեև ես ունեի ուսում Հայաստանի մասնավորապես Երևանի կոնսերվատորիան ավարտել, բայց հիմնականում այլ տեսակ ավելի ամերիկյան արդեն կարող եմ ասել կրթություն շատ բան է ինձ տվել Միացյալ Նահանգները այնպես չի որ դա պիտի հակադրեմ Հայաստանի տվածներին, բայց հնարավորություններ է տվել, որովհետև Միացյալ Նահանգները ես համարում եմ մեծ հնարավորությունների երկիր եւ կարծում եմ որ այն ամբողջ աշխարհում երևի թե միակ մեծ հնարավորությունների երկիրն է, որտեղ կարող ես, ինչպես անգլերեն ասում, sky's the limit, ամեն ինչի կարող ես հասնել, եթե ունենաս նպատակասլացություն, աշխատասիրություն, հստակ ուղենշված ճանապարհ, թե ուր ես ուզում գնալ, մեծ հաջողությունների կարող ես հասնել։ Թեև Լոս Անջելեսի պարագայում գիտեք, որ Լոս Անջելես բառը երբեմն կես կատակ, կես լուրջ ասում են Los Angeles, այսինքն կորած հրեշտակներ, որովհետև շատերը նաև գալիս են Լոս Անջելես այդ ամերիկյան երազանքին հասնելու նպատակով, սարերի գագաթներին հայտնվելու նպատակով, իրենց կարիերայի, իրենց ընտրած ոլորտի բարձրունքներին հասնելու նպատակով ու դա այդպես էլ չի ստացվում, եւ հետաբար կես կատակ, կես լուրջ ու նաև ինչ որ առում նաև որոշակի թախից պարունակելով իր մեջ ասում են Լոս Անջելես, բայց կարծում ինձ համար եւ ասեմ նաեւ եղբոր համար միանշանակ դա չի եղել Լոս Անջելես, այլ եղել է Լոս Անջելես եւ Միացյալ Նահանգները մեզ թե դիմավորել է շատ լավ իմ համար պիտի ասեմ ես այն մարդկանցից եմ եղել ով գրին քարտա շահել եւ գնել եմ իմ ավիատոմսի եւ եկել եմ Միացյալ Նահանգներ, այսինքն չեմ ունեցել էմիգրացիայի դժվար ինչ-որ մաքարելով անցնելու ճանապարհ, անշուշտ եղել են դժվարություններ, որովհետև երբ փոխում ես երկիրդ ու գալիս ես մի նոր երկիր, որտեղ ամեն ինչ այլ է, ամեն ինչ ուրիշ է, դու պիտի ադապտացվես այդ նորին, պիտի համակերպվես այդ նորի հետ, լինում են ընկճախտի պահեր, նոստալգիայի հետ կապված, լինում են չհարմարվելու ինչ-որ որոշակի միջադեպեր, կարճ ժամանակներով, բայց դրանք բոլորը հաղթահարելի են եւ եթե դու գիտես կրկնում եմ ուր ես գնում, ինչ նպատակներ ունես, որոնց պիտի հասնես եւ մի քիչ էլ շնորհակալ մարդ ես քո տեսակով եւ տեսնելով թե ինչպես է երկիրը քեզ վերաբերվում, կարողանում ես արժանվույն դա շնորհակալ գնահատել եւ շնորհակալ լինել, ինչպես անգլերենում ենք ասում appreciate անել, այդ դեպքում ճանապարհները շատ են եւ ձեռքբերումները նույնպես կարող են լինել նկատելի։ Այնպես որ պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգները եւ դրա պարագայում նաեւ Գլենդել քաղաքը, որտեղ ես ի սկզբանե ապրել եմ, ինձ վերաբերվել են հարազատաբար եւ ես Գլենդելի փողոցներում զբոսնելիս, սա եւս ասել եմ այս նախադասությունը, որ ինձ մոտ տպավորություն է եղել, որ ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում, այսինքն շատ հարազատ ինձ համար, որևէ խորտ բան չեմ տեսել ու առասարակ հեշտությամբ եմ կարողացել ինտեգրվել ամերիկյան իրականության մեջ, որովհետև շատ բաներ եմ սիրում ամերիկյան իրականության հետ կապված։ Այսինքն ի տարբերություն շատերի իմ տեղափոխումը չի եղել գնամ որպեսզի ավելի շատ գումար աշխատեմ կամ գնամ որպեսզի ինչ որ ավելի լավ բաների հասնեմ։ Ես Հայաստանում էլ բարձրունքների եմ եղել, ճանաչում եմ ունեցել, սիրված եմ եղել, գնահատված եմ եղել, բայց Միացյալ Նահանգների հետ կապվել եմ մի այլ կերպ եւ այսպես հայրենիք, մայրենիք արդեն երկուսն էլ իրար այսպես ձուլվել են եւ ինչպես Անձնաբուրն էր ասում, հիշում եք իր ինտերվյուներից մեկում ասում էր ես 100%-ով ֆրանսիացի եմ եւ 100%-ով հայ։
այ գալիս ես մի կետի, երբ դու ընկալում ես այդ նախադասությունը բոլորին այլ կերպ եւ կարողանում ես այն նաեւ քո մասին խոսելիս արտաբերել ու ասել, որ ըստացիան ես 100%-ով հայ եմ եւ 100%-ով ամերիկացի։ Այսինքն ինտեգրվել, բայց չձուլվել, շարունակել կրել սեփական արժեքները, արժեքային համակարգը, բայց միևնույն ժամանակ չլինել խորտ այն միջավայրում, որտեղ ապրում ես, սա հաջողությամբ ինձ մոտ ստացվել է։ Ոչինչ չի վերցրել ձեզնից։ Կարծում եմ, որ ոչ, կարծում եմ, որ ոչինչ չի վերցրել, միայն տվել է։ Շարունակելով Միացյալ Նահանգների թեման, այստեղ որոշ մարդկանց շրջանում այսպիսի մի խոսույթ կա, որ տարբերակում են մարդկանց հին եկած, նոր եկած, դուք ինչպես եք սրան ընդհանրապես վերաբերվում եւ ինչ եք կարծում, ընդհանրապես պետք է տեղ ունենա այդ խոսույթը մեր հայերի շրջանում, երբ փորձում են ինչ-որ տարբերակումներ մտցնել, այս մարդը վաղուց է այստեղ ապրում, այս մարդը նոր է եկել եւ դրանից բխող տարբեր այսպես խնդիրներով։ Շատ լավ։ Իդեպ որպեսզի հանկարծ դիտողներից որոշ մարդիկ չասեն, չէ, վերցրելը չի ասում, որտեղ մարդիկ կան, որ համարում են, որ երգն է վերցրել, բայց դա երկիրը չէ վերցրել։ Ես ավելի քիչ եմ զբաղվում երգով երգելու տեսանկյունից, որովհետև մշտապես ասել եմ, որ իմ երգերը որևէ ժամանակում կոմերցիոն չեն եղել ու դրանք իմ վաստակելու աղբյուրը երբեք չեն եղել։ Ես միշտ երգել եմ իմ հաճույքի համար, երգել եմ կրթելու ու դաստիարակելու համար, որը հաջողությամբ արել եմ Հայաստանում, մասնավորապես մատաղ սերնդների մեջ դաստիարակելու հայրենասիրություն, սեր առ հայրենիք, առ քաղաք, որտեղ դու ապրում ես, առ տարբեր մասնագիտություններ, ռազմահայրենասիրական երգեր, որոնք նաև ոգեշնչել ու գոտեպնդել են մեր զինվորներին, շարքայիններից մինչև գեներալներ։ Այդ օրինակ երգերի անհրաժեշտությունը այստեղ քիչ եմ տեսել, որովհետև եթե խոսքը արդեն հայերի մասին է, հայերը արդեն ինտեգրված այսպես ապրում են իրենց կյանքով։ Եթե խոսքը ամերիկացիների մասին է, ամերիկացիները շատ հայրենասեր են, պատրիոտներ են, այնպես որ իրենց հավելյալ պատրիոտիզմ քարոզել պետք չի։ Իսկ երգի հետ կապված, թեև երգը իմ հոգում է, իմ սրտում է եւ որոշակի հարմար առիթների դեպքում ես շարունակում եմ ելույթներ ունենալ, բայց դրանք ելի անում եմ ինձ հաճույք պատճառելու եւ հանդիսատեսին, այսինքն հավաքվածներին հաճույք պատճառելու, բայց այն չվերածելու որպես մասնագիտություն, որովհետեւ երբ որ դա դառնում է մասնագիտություն, բոլորովին այլ ժամանակահատված պիտի դրան տրամադրես, այսինքն հիմնական քո ժամանակի մեծ մասը պիտի տրամադրես, անընդհատ նոր երգեր պիտի ձայնագրես, անընդհատ պիտի շրջագայություններ ունենաս, թուր անես եւ այլն, սա արդեն բոլորովին ուրիշ բանի է վերածվում։ Իսկ այդ խոսույթը հին եկած, նոր եկած։ Խոսույթին միանշանակ դեմ եմ, որովհետև բոլոր նոր եկածները ի վերջո դառնալու են հին եկած։ Ոչ մեկ չի գալիս նոր ու մնում նոր, չէ՞, այսինքն մենք մեր ժամանակ էլ մեզ են ասել նոր եկած, հետեւաբար բոլոր նոր եկածները մի քանի տարի, 10 տարի, 20 տարի հետո դառնալու են հին եկած, բայց այստեղ հնի ու նորի հարցը չէ։ Այստեղ այդ հների, այդ նորերի բերածն է, թե ինչ են իրենց հետ բերում երբ գալիս են Միացյալ Նահանգներ, ինչ մշակույթ են բերում։ Ես վերջերս նկատել եմ մի տհաճ տենդենս, երբ տեսնում եմ, որ նորեկների շատերը իրենց դրսևորում են վատ։ Գալիս են մի երկիր, գիտեք, այսպիսի խոսույթ կա, չէ՞, ասում է со своим уставом в чужой монастырь, չէ՞, չեն մտնում։ Այսինքն դու երբ գալիս ես մի նոր երկիր, դու պիտի գիտակցես, որ այս երկրում այնպես չի, ինչպես որ եղել է քո երկրում։ Հետևաբար այստեղ բոլորովին այլ է ուրեմն մարդկանց եւ իրավապահ մարմինների հարաբերությունները, մարդ-մարդ հարաբերությունները, այստեղ մուննատ չեն գալիս իրար վրա չեն գոռում, իրար զիջում են։ Մի խոսքով, այսինքն շատ երևույթներ կա, որոնք որ դու պիտի գաս ու անմիջապես պիտի սկսես ընդօրինակել, դու չես կարող գալ ու բերել քո, եթե գալիս ես բերում ես քո լավ միջամտությունները, նորությունները, չգիտեմ, քո սովորույթները, քո ապրելակերպի որոշակի հատվածները, դա ողջունելի է, բայց երբ գալիս ես ու բերում ես արդեն հնամաշ, բոլորի համար տհաճ, անընդունելի որոշակի սովորույթներ, միանշանակ դա արժանանալու է քննադատության հների կողմից, որոնք արդեն քեզ որակելու են որպես նորեկ, բառից վատ իմաստով։ Իսկ ես կուզեի, որ այդ նորեկներին մենք բնութագրեինք միայն լավ իմաստով, ասենք, այ նոր շունչ է եկել, նոր բան մտքեր են բերել,
իրենց հետ պայծառ երիտասարդություն են բերել, այլ չասենք, հիմա չեմ ուզում եթերային չի որոշակի խոսքեր չեմ ուզում շատ մանրանալ, բայց չասենք, այ եկել են այստեղ այս տեսակ բաներ են անում, ասենց հավաքվում են իրար գլխի, ոնց որ ասենք անում են Հայաստանում, Երևանում ինչ որ տարբեր, չէ, թաղերում, այդ թաղային այդ տհաճ երևույթները, որոնք ոչ մեկին հաճելի չի եղել, ինձ էլ հաճելի չի եղել Հայաստանում դա տեսնելիս։ Առավել եւս ինձ համար տհաճ եւ անընդունելի ու անհանդուրժելի է լինելու դա տեսնել այստեղ։ Եվ ոչ մենակ ինձ, շատ-շատերին։ Ու առաջանալու է այս խնդիրը նորեկների ու հնեկների։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս, որ նոր եկածները վերարժևորեն, վերաիմաստավորեն, վերանայեն իրենց պահվածքը եւ հասկանան, որ նաև իրենց օգուտի համար, որովհետև իրականում իրենց ապրելակերպով միայն իրենց են վնասելու, որպեսզի իրենք կարողանան հասնել հաջողությունների, ունենան ձեռքբերումներ, գիտակցեն, որ ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից պիտի սկսվի եւ դու պիտի ապրես այստեղի սովորույթների, օրենքների, դրվածքի, կարգ ու կանոնի համապատասխան, եթե ուզում ես ընկալելի, ընդունելի եւ հանդուրժելի լինես այն հասարակության կողմից, որի մեջ որ դու ապրել ես։ Մի ուրիշ խնդիր էլ կա, երբ մարդը գալիս է եւ որոշակի ժամանակահատվածում, մի քանի տարվա ընթացքում որոշակի հաջողություններ է գրանցում, կարծես թե այսպես եթե բարձ խոսենք, ինչ որ նախանձ է լինում շատերի մոտ եւ նաեւ այդ թվում այսպես ասած տարիներ առաջ հին եկածների շրջանում կամ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք չեն ուզում, որպեսզի մարդը շատ արագ հասնի հաջողության, ուզում են, որ այդ նույն դժվարությունների ճանապարհով անցնի։ Դուք ինքներդ զգացել եք դա։ Ես չեմ հավատում շատ արագ հաջողության հասնելու բանաձևին։ Չեմ հավատում։ Եթե մարդը շատ արագ հասնում է հաջողության, այնտեղ անպայման կա ոչ օրինական ճանապարհ։ Եվ այս վերաբերմունքը գալիս է այն պատճառով, որ այդ հնեկները, ովքեր եկել են, մաքարել են, տանջվել են, տառապել են եւ ինչ որ մի ժամանակ անց հասել են հաջողության, մեկ էլ ինչ որ մի քանի նորեկներ գալիս են ու ուզում են մի քանի ամսում, մի քանի կարճ ժամանակահատվածում հասնել այն նույն հաջողությունների։ Սա ես չէի սա բնութագրի որպես նախանձ։ Գիտեք, նախանձ առասարակ մարդկային բան է, սա պետք չի կապել հների, նորերի, օտարների, հայերի հետ։ Բոլոր մարդիկ են ունեն։ Դուք զգացել եք, որ ասենք 20-30 տարվա ապրողը մտածում է ինչու՞ այսքան արագ հասավ։ Չեմ զգացել։ Ինձ ես չեմ ասում, որ ինձ նախանձողներ չկան, շատ կան, բայց դա կապված չէ հաջողությունների հասնելու չհասնելու հետ կապված։ Ես կարծում եմ, որ ցանկացած սթափ մարդ պիտի գիտակցի, որ եթե մի բան անում ես անընդմեջ, շարունակաբար, նվիրումով, սիրով, դու վաղ թե ուշ հասնելու ես հաջողության, բայց շատ արագ հաջողության հասնելը ռիսկային է, վտանգավոր է, հղի է տարբեր ուրեմն վտանգներով, որովհետև մենք տեսնում ենք, որ շատ արագ հաջողությունների հասած մարդիկ շատ արագ նաև կորցնում են այդ ամեն ինչը, որովհետև վերջում պարզվում է, որ այդ հաջողությունների հասել են ոչ ճիշտ ուրեմն ճանապարհներով։ Հետևաբար ես կողմնակիցն եմ եւ նաև սա իմ ընտանիքի անունից եմ ասում, մի քիչ հավասարակշռված ու դանդաղ քայլելու, բայց հասնելու այն օրինակ հաջողությունների, երբ բարձին հանգիստ կարող ես գլուխը դնել, գիշերները քնել եւ չանհանգստանալ, որ մի օր այդ ամեն ինչը կարող ես կորցնել, որտեղ ընկնելը շատ ավելի ցավոտ է ու շատ ավելի դաժան։ Հետևաբար սա թող լինի հորդոր իմ կողմից։ Եվ նաև կուզեմ օգտակար լինի հաղորդումը նաև այն մարդկանց համար, ովքեր մտածում են, պատրաստվում են տեղափոխվել Միացյալ Նահանգներ, շատերի մոտ թյուր կարծիք կա, որ ծառերին գումարներ են աճում, կարելի է շատ արագ գալ, հավաքել, այսպես ասած, այդ գումարները ունենալ հաջողություն եւ բարեկեցիկ կյանք Միացյալ Նահանգներում։ Ես կուզեմ որպես մարդ, ով անցել է նաև դժվար ճանապարհով եւ կարողացել իր ձգտումների շնորհիվ գրանցել արդեն որոշակի հաջողություններ, որոշակի խորհուրդներ տակ այդ մարդկանց, ովքեր պատրաստվում են գալ այստեղ։ Այո, այդպիսի բան չկա եւ ժամանակն է նաեւ դրա մասին բարձրաձայնելու ու ասելու, որ մի տրվեք այդ կեղծիքներին, եթե նույնիսկ ձեզ ճակերտների մեջ հաջողվի հասնել այդ օրինակ հաջողությունների այդ ճանապարհով, ապա շատ արագ դրա արդյունքում կորցնելու եք այդ ամեն ինչը, ձեզ դեպորտ են անելու հետ, որտեղից որ եկել եք, եւ այդ հեքիաթը մի շատ կարճ ժամանակ հետո փշրվելու է։ Իսկ եթե դուք ուզում եք շարունակել ապրել հեքիաթում, ուզում եք վայելել այս երկրի բոլոր հաճույքները, բոլոր ընձեռած հնարավորությունները, ուրեմն, ինչպես ասում են, long term, երկար ճանապարհով նայեք,
Չեմ ասում դա այնպես է լինելու, որ դառնալու եք 80-անց նոր հասնեք ինչ-որ հաջողությունների, հա, բայց մի մտածեք, որ մի քանի շաբաթվա, մի քանի ամսվա կամ առաջին 1-2 տարվա մեջ դուք կարող եք հասնել հաջողությունների։ Չի լինում որպես կանոն այդ օրինակ բաներ ոչ Միացյալ Նահանգներում, ոչ որևէ այլ եվրոպական երկրում կամ այլասարակ որևէ աշխարհի մի կետում։ Այն տեղերում, որտեղ լինում է, մենք գիտենք ինչ ճանապարհներով է լինում։ Հետևաբար ես որպես ճշտի օրինականի կողմնակից պիտի խորհուրդ տամ, որպեսզի մարդիկ ավելի երկարաժամկետ պլաններ կազմեն եւ ինչպես որ մենք տեսնում ենք օրինակ տարբերությունը ամերիկյան բիզնեսմենների, չի ասենք օրինակ նայեք ուսումնասիրեք ամերիկյան միլիարդատերներին եւ օրինակ Ռուսաստանի միլիարդատերներին։ Ռուսաստանի միլիարդատերները մի քանի տարվա մեջ են դառնում, բայց հետո նրանք հայտնվում են բանտերում, կորցնում են մահափորձերը նրանց հանդեպ կիրառվում եւ այլն, հա, ու նայեք ամերիկյան միլիարդատերին, ովքեր տասնամյակներ անընդմեջ նրանց կարողությունները աճում են, որովհետեւ նրանք երբեք չեն այդ հայկական մի հատ տհաճ նախադասություն կա, այդ առուփախ այդ կերպով չեն մտածում, որ եկեք հենց հիմա ինչ որ հնարավոր է վերցնենք ու փախնենք, չէ, նրանք long term, երկար, ուրեմն ճանապարհ, ուրվագծված, հստակ տեսնում են ուր են գնում, ինչ ճանապարհով են հասնելու, ինչ խնդիրներ են ծառանալու այդ ճանապարհին, ինչպես են նրանք այդ խնդիրները լուծելու, դրա համար ամեն ինչ ավելի ուրեմն ստաբիլ է լինում։ Ձեր դեպքում ամերիկյան երազանքը համարվում եք դուք ընդհանուր առմամբ ստացված, այսինքն նաև դրա համար եք եկել Միացյալ Նահանգներ։ Ես եկել եմ Միացյալ Նահանգներ Աստծո նախախնամությամբ ու որոշումով, որովհետև երբ շահում ես green card, կրկնում եմ, ես չեմ դիմել էմիգրացիոն ճանապարհների, ես շահել եմ, հետևաբար ուրեմն այդ որոշումը կայացվել է ի վերուստ, ես եկել եմ եւ շատ շնորհակալ եմ այդ ընձեռված հնարավորության համար, որևէ երազանք իրականացված համարել առհասարակ կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ երազանքը դա միայն այդ վերջնակետը չէ, դա նաեւ այդ կետին հասնելու ճանապարհն է, երբ դու ամեն օր, ինչպես ասացի, քայլում ես այդ ճանապարհով, անցնում ես այդ ճանապարհով եւ ապրում ես այդ հեքիաթի ու այդ երազանքի մեջ, բայց անշուշտ Միացյալ Նահանգները տվել է ինձ իմ իղձերը, իմ նպատակները, իմ երազանքները իրագործելու հնարավորություններ։ Հիմա այստեղ արդեն հարցի երկրորդ կողմն է, մարդ կարողանում է օգտվել այդ հնարավորություններից, թե չի կարողանում օգտվել այդ հնարավորություններից, կամ ունի այն դրույթները, այն հենքը, այն հիմքը, այն գիտելիքային բազան, այն ընդունակությունները, այն շնորհքները, որպեսզի կարողանա օգտվել այդ հնարավորություններից, որտեղ հնարավորությունները կարող են ընձեռվել քեզ, բայց եթե դու պատրաստ չես այդ կարգավիճակում հանդես գալու, այդ ստանձնած պարտականությունը իրականացնելու, քո մտավոր ունակություններով, քո գիտելիքներով, քո տեսակով, քո ապրելակերպով, ապա այդ ամենը հոդս կցնդի։ Այսինքն մեդալը միշտ երկու կողմ ունի, այնպես չի որ ցանկացած մարդու կարող ես տալ հնարավորություն, բայց այդ մարդը կարողանա օգտվել թե ոչ, սա արդեն կարծում եմ մեդալի ամենակարևոր երկրորդ կողմն է։ Բայց ամեն դեպքում եղել է պահ, որ սղճակ Միացյալ Նահանգներ գալու համար։ Երբեք։ Մարատ, կուզեմ պատմեք ինչպես ստացվեց այդ ճանապարհը դեպի բժշկություն, մասնավորապես բնաբուժություն եւ այդ առումով նաեւ հետագա ինչ քայլեր եք պլանավորում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու։ Ես սննդաբանությամբ հետաքրքրված եմ եղել դեռևս Հայաստանում, բժշկությամբ առհասարակ հետաքրքրված եմ եղել իմ ամբողջ կյանքում, բազմիցս ասել եմ, որ երբ 6 տարեկան էի, բացի երաժիշտ ու դիրիժոր դառնալուց, նաեւ ունեի երազանք դառնալ բժիշկ։ Հետևաբար իմ երազանքների այդ խմբում է եղել բժշկության որևէ ոլորտում ինձ դրսևորել է։ Հետո մի փուլ կար Հայաստանում, որ լավ գերացել էի ու այդ ժամանակ որոշակի առողջական խնդիրներ էին սկսվել, դրանից ելնելով սկսեցի ավելի շատ ուսումնասիրել սննդաբանությունը, բնաբուժությունը, խոտաբուժությունը եւ առհասարակ բժշկության այդ բոլոր բնական, նատուրալ ուրեմն ճյուղերը, իսկ Միացյալ Նահանգներ գալուց հետո ունեցա հնարավորություն արդեն ուսումնառության տարբերակով սովորել եւ մասնագիտանալ ու հմտանալ դրա մեջ, որովհետեւ սկզբի հատվածում դա ընդհանրապես կիրառում է ինքս ինձ վրա եւ տեսնում է հրաշալի հաջողություններ, այսինքն այն երևույթները, որոնք չէին անցնում կոնսերվատիվ միջոցներով ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, շատ արագ կարգավորվում էին, բուժվում էին, լավանում էին, անցնում էին, շտկվում էին բնաբուժության տարբերակով։ Հետևաբար դա այսպես մոտիվացիա, այսպես մի մղիչ ուժ դարձավ ինձ համար, որ արի դու
սրանով զբաղվի նաև ոչ միայն որպես նախասիրություն, այլ արդեն որպես մասնագիտություն, որպեսզի նաև օրինական հնարավորություն ունենաս օգնել այլոց, բացի քո խնդիրները կարգավորելուց։ Եվ ես առասարակ իմ տեսակով այդպեսին եմ, ես որևէ ոլորտով որ սկսում եմ զբաղվել, դա համար դա վտանգավոր է դառնում, այսինքն ամեն այսպես ինձ չի կարելի թողնել, այսինքն որևէ ոլորտով ուղակի տենց նախասիրության մակարդակով զբաղվել, որովհետև վաղ թե ուշ դա վերածվելու է ու վերաճելու է ուրեմն մասնագիտության։ Թերևս սա էր պատճառը դրա մեջ մասնագիտանալու, այնուհետև իմ առողջապահական կենտրոնը բացելու եւ այդ ոլորտում եւս առաջ գնալու ու հասնելու մինչեւ Կալիֆոռնիայի բնաբուժների ասոցիացիայի նախագահի պաշտոնին։ Նշեմ, որ հաղորդման գործընկերն է CTLA Law ընկերությունը, այս պահին դիտենք մեր գործընկերոջ մասին պատմող տեսանյութ, որից հետո կշարունակենք զրույցը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Գիտեմ, որ ձեր այցելուների շրջանակներում բազմաթիվ հանրահռչակ, համաշխարհային դեմքեր կան, արդյոք հեշտ է իրենց հետ աշխատել։ Պիտի ասեմ, որ շատ ու հաճախ այդ համեմատականն եմ բերում, ասում եմ, ես աշխատել եմ հայտնի մարդկանց հետ ոչ բժշկության ոլորտում, բայց արվեստի ոլորտում, հա, Հայաստանում, եւ երբեմն երբ զուգահեռներ եմ անցկացնում ու համեմատում եմ այդ հայտնիներին այս ամերիկյան հայտնիների հետ, թեև ակնկալում եմ տեսնել ավելի միգուցե մեծամիտ կամ գոռոզ կամ ինքնավստահ պահվածք, բայց որպես կանոն, կրկնում եմ, որպես կանոն, տեսնում եմ բոլորովին հակառակը։ Տեսնում եմ աննկարագրելի համեստ, խոնար մարդկանց, ովքեր որ երբեք իրենց աստղային կյանքը, որը իրենք ունեն կինո նկարահանման դաշտում կամ բեմում, երբեք չեն բերում, չեն վերցնում իրենց հետ ու նաև բերում ու փաթաթում քո վզին, ասենք, առողջապահական կենտրոնում։ Մենք հայրենիքի մեջ բոլորին չի խոսքը վերաբերում բնականաբար, բայց տեսնում ենք, մենակ հայրի չէ, ռուսների նաև, կարծում եմ պոստսովետական երկրի ներկայացուցիչների, ասենք ռուսական արտիստների մեջ էլ շատ կան այդ մեծամիտները, որ իրենք բեմում աստղ են, չէ, բնականաբար, կամ կինոյի մեջ աստղ են։ Իրենք պիտի գիտակցեն, որ այդ բեմից ու կինոյից դուրս իրենց աստղային կեցվածքը այլևս գործածելի չէ, այսինքն դու չես կարող գնալ ընդունենք որևէ բժիշկի մոտ ու իր մոտ, ասենք, աստղ խաղալ կամ գնալ, ասենք, իրավաբանի հետ զրուցելիս շարունակել քեզ ներկայացնել այդ աստղի կեցվածքով կամ մտնել ռեստորան ճաշելու ու մատուցողին վերաբերվել որպես աստղ, այսինքն այդ քո այդ փառքի, այդ կեցվածքի աստիճանից դու պիտի հասկանաս, որ քո ամբողջ աստղայինը միայն քո մասնագիտական ոլորտում է եւ տվյալ պահին, երբ դու բեմում երգում ես կամ ասմունքում ես կամ դեր ես խաղում կամ ֆիլմում նկարահանում ես, դրանից զատ չկա նման բան։ Դրա համար երբ գալիս է ինձ մոտ աշխարհահռչակ կինոռեժիսոր, որը որ ֆիլմի նկարահանման պահին կարող եմ ասել նույնիսկ բղավում է աշխարհահռչակ դերասանների վրա, ինձ մոտ նա իրեն միայն պահում է որպես բուժառու, այսինքն համեստ, խոնար, հավասարակշիռ, ամեն երկրորդ բառը շնորհակալություն հայտնելով, եւ սա իսկապես շատ գովելի է, շատ, որտեվ դու հասկանում ես, որ որքան մարդը մեծ է, հզոր է, մեծ հաջողությունների հասած, թե նյութական, թե մասնագիտական, բավարարված է, ինքնահաստատված է, այդ օրինակ մարդիկ ուրիշների վրա ինքնահաստատվելու այլևս տենչ չունեն, հասկանում եք, իսկ մենք տեսնում ենք նման օրինակ խնդիրներ մեր օրերում շատ, որ մարդիկ անդադ փորձում են մեկը մյուսի վրա ինքնահաստատվել, որը չի նայվում, չի ընկալվում, չի գնահատվում։ Եվ կուզեմ նշեք, ինչ արդյունքներ է գրանցում ընդհանրապես այցելուների շրջանակներում, որովհետև գիտենք, որ այստեղ էլ բավական մեծ խնդիր է ճիշտ սնունդ օգտագործելը եւ միշտ չէ, որ մարդիկ դրան ուշադրություն են դարձնում կամ ժամանակ են տրամադրում։ Արդյունքները շատ դրական են, որովհետև այն ամենը, ինչ որ մենք իրականացնում ենք The Guardian of Health առողջապահական կենտրոնում, ամբողջությամբ non-invasive, այսինքն առանց միջամտության, այսինքն ծակելու, կտրելու, առանց քիմիական դեղորայքների, ամեն ինչը օգտագործում է բնական միջոցներով,
անում ենք դիտոքսներ, մաքրում ենք մարդկանց օրգանիզմները, շտկում ենք նրանց սննդակարգը, այսինքն մեզ մոտ գալիս են ոչ միայն հիվանդ բուժառուներ, այլև գալիս են առողջ բուժառուներ, ովքեր այցելուներ, հա, ովքեր առողջ են, բայց ուզում են ավելի լավ ապրել, ավելի իրենց կյանքի որակը բարելավել, ավելի երկար ապրել, կանխարգելել որոշակի խնդիրներ, որոնք կարող են ծառանալ ապագայում։ Այսինքն սա ընդհանուր այսպես մի ամբողջական կենտրոն է, որտեղ մարդը գալիս է իր մարմնի մասին հոգ տանելու, իր ներքին օրգանների, առհասարակ իր կյանքի որակը բարելավելու համար։ Ես կարծում եմ, որ մեր ժամանակներում, ի նկատի ունեմ, որ մենք ապրում ենք այս օրերում, ամբողջ աշխարհում սա զարգացող ճյուղ է։ Մենք տեսնում ենք վերջերս ինձ համար շատ ուրախալի է, որ Հայաստանում եւս ես տեսնում եմ, որ նմանօրինակ տարբեր կենտրոններ են բացվում, մարդիկ ավելի են սկսում կարևորել, այսինքն հասկանում են, որ հիվանդանոցը հիվանդանոց, շտապ օգնության ծառայություն, բայց ամենօրյա քո կյանքը բարեփոխելու, բարելավելու, կարգավորելու համար բոլորովին այլ կենտրոններ կան, որոնցից պետք է օգտվել ու այդ տենդենսը տեսնում եմ Հայաստանում ու դա ինձ համար ուրախալի է։ Նաև խոսենք Հայաստանից, դուք այնտեղ եւս ակտիվ գործունեություն եք ծավալում եւ որպես մշակույթի նախարարի խորհրդական եւ երգի ասպարեզում եք բավական ակտիվ եւ հաջողված։ Դուք այնտեղ ձեզ գնահատված զգում եք։ Նայեք, հիմա եթե ինձ նշանակել են նախարարի խորհրդական, նշանակում է գնահատել են, չէ՞, իմ ընդունակությունները դրա համար եմ նշանակել։ Ես միանշանակ պիտի ասեմ, որ Հայաստանում եղել եմ սիրված, հարգված, գնահատված, իհարկե սա չի վերաբերվում բոլոր մարդկանց կամ բոլոր ոլորտներում, հա, բայց ընդհանուր առմամբ ես տեսել եմ, սա խոսքի այլ բան է, թե սիրված ու գնահատված լինելով հանդերձ կան որոշակի դռներ, որոնք միշտ փակ են, կան որոշակի նույնիսկ պատուհաններ, որ միշտ փակ են, որ դռնից չես մտնում, պատուհանից էլ չես կարող մտնել, կան որոշակի տեղեր, որտեղ այնուամենայնիվ հասնելու համար դու պիտի ունենաս այդ խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը, որը շատ այսպես կարծրացած կերպով գործում է Հայաստանում, որը պիտի ասեմ, որ այստեղ չի գործում, կամ գործում է շատ չափավոր ու շատ զգուշ, բայց այնուամենայնիվ այնպես չի, որ ես Հայաստանից եկել եմ նեղված կամ սրտնեղված կամ հիասթափված, նման բան չկա, ես սիրված ու գնահատված եմ եղել այնտեղ եւ շատ լավ հուշեր ունեմ ուրեմն Հայաստանի իմ հայրենիքի հետ կապված, բայց ժամանակներն են եղել այլ, եղել են որոշակի խնդիրներ, որոնք իմ սրտով չեն եղել, որովհետեւ թեև ես ունեցել եմ ձգտումը ինչ որ բաներ փոխելու, բայց հասկացել եմ, որ բաներ կան, որ գալիս ես ու կանգնում ես մի կետի առաջ, որից ավել անել չես կարող, որովհետև կան մի շարք հանգամանքներ, որոնք խոչընդոտներ են հանդիսանում։ Բայց ես չեմ բացառում, որ այդ օրինակ խնդիրներ կարող են լինել նաև այստեղ, այսինքն այնպես չի, որ այստեղ բոլոր խնդիրները լուծելի են եւ բոլոր դռները բացվում են, հա։ Այնպես որ այդ առումով չեմ ուզում հակադրել մեկը մյուսին։ Այս ընթացքում առիթ եղել է գնալու Հայաստան այցելելու։ Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 18 թվականին, այսինքն բավական ժամանակ։ բավական երկար։ Ինչն է ամենաշատը կարոտում Հայաստանից։ Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն մարդ կարոտում է ինքն իրեն այդ ժամանակաշրջանում, այսինքն դու կարոտում ես քո ապրած տարիները այնտեղ, քո ունեցած հարաբերությունները քո մտերիմների, բարեկամների, հարազատների, ընկերների հետ, դպրոցական տարիներին ընկերների հետ, հա, դպրոցական ուրեմն աշակերտների հետ, այսինքն դու քեզ ես կարոտում այդ ժամանակահատվածում։ Երբեմն որ ինձ էլի եմ ասում, չեմ սիրում հակադրել մեկը մյուսին, որովհետև երբեմն երբ ասում են այ Հայաստանում այսպես այնպես ամենալավն է, ասում գիտեք պետք չի այդպես ասել, որովհետև մենք Հայաստանը չենք սիրում նրա համար, որովհետև այն ամենալավն է կամ ամենամեծն է կամ ամենահզորն է կամ ամենահարուստն է կամ ամենագեղեցիկն է։ Մենք Հայաստանը սիրում ենք, որովհետև այն մերն է։ Ինչպես որ դու քո եղբորը, քրոջը, հորը, մորը չես սիրում, որովհետև նրանք ամենագեղեցիկն են կամ ամենաբարձրահասակը։ Դու սիրում ես, որովհետև նրանք քոնն են։ Ուրեմն մենք նույն զգացումը ունենք Հայաստանի, Երևանի, մեր մարզերի, քաղաքների, գյուղերի նկատմամբ։ Մենք սիրում ենք, եթե նույնիսկ նրանք կիսախալխուլ են, ջարդված են, չգիտեմ,
շտկված չեն, կանոնակարգված չեն։ Մենք սիրում ենք, որովհետև այն մերն է։ Իհարկե մենք երազում ենք, ձգտում ենք, ուզում ենք, որ այն համապատասխանի ուրեմն մեր օրերի արդեն ժամանակակից երկրների, պետությունների, քաղաքների մակարդակներին եւ տեսնում ենք որոշակի տենդենս, այսինքն որոշակի լավ բաներ են արվում, կառուցվում, շտկվում, բայց չեմ սիրում, որ մարդիկ ապրում են ինքնախաբեությամբ, այսինքն ասում են, այս մեր լիճը ավելի լավն է, քան այս լիճը, այս մեր ծառերն ավելի լավն են, քան որտեղ եթե այս ճանապարհով գնանք, պարտվելու ենք։ Եթե գնանք այն ճանապարհով, որ անդադ պիտի համեմատենք, ես ձեզ վստահեցնում եմ, որ ավելի բարձր սարեր կան, ավելի լավ բնություն կա, ավելի լավ լճեր ու գետեր կան, ավելի լավ ձորեր կան, ավելի լավ փողոցներ կան, ավելի լավ շենքեր կան, հետևաբար պետք չի գնալ այս ճանապարհով, որտեղ սա այսպես փակուղի տանող ճանապարհ է։ Պետք է ուղղակի գիտակցել ու հասկանալ, որ ինչպես մարդիկ կարոտում են իրենց պապական տունը, չէ՞, չեմ կարոտում, որովհետև այն պալատ էր, կարոտում են, որովհետև հուշեր ունեն այդ տան հետ կապված, որովհետև տարիներ են ապրել այդ տան մեջ։ Ուրեմն մենք այս մոտեցումով պիտի վերաբերվենք մեր հայրենիքին ու չփորձենք այն համեմատել Սինգապուրի կամ, չգիտեմ, Շվեյցարիայի կամ այլ պետությունների հետ։ Իսկ ինչն է զայրացնում կամ ցավ պատճառում Հայաստանի հետ կապված, երբ հատկապես հիմա կողքի աչքով նայում եք, հետևում եք իրադարձություններին։ Շատ բաներ, անասելի, անթիվ։ Քաղաքական ոլորտում շատ բաներ զայրացնում է, մարդկային փոխհարաբերությունների ոլորտում, իրար հետ շփվելու մշակույթի ոլորտում, խոսքի այդ ճակերտավոր ազատության ոլորտում, երբ հայ հոյախոսությունը տիրում է ամենուրեք համացանցում, կյանքում, այսինքն բաներ, որոնք մենք երբեք թույլ չէինք կարող տալ տասնամյակներ առաջ, այսօր ամենուրեք տեսնում ենք նման զազրելի ու տհաճ երևույթներ, բայց չեմ ուզում կենտրոնանալ նեգատիվի վրա, որովհետև միևնույն է նեգատիվի մասին, բացասականի մասին խոսելիս ես հասկացել եմ, որ բացասականը չի շտկվում, հակառակը, մենք պիտի անընդհատ խոսենք լավի մասին, որպեսզի մարդիկ հասկանան, որ այն վատը, որ կա իրենց մեջ, դա իրենք չեն։ Չէ, մենք երբեմն ես լսում եմ արտահայտություններ, որ ասում են դե թե դուք հայ եք, ուրեմն ես հայ չեմ, օրինակի համար, որովհետև մենք չենք կարող նույնը լինել, չէ։ Հակառակ ես ուզում ասեմ, որ եթե դուք հայ եք, հասկացեք, որ դուք դա չեք կարող անել, որովհետև դա բնորոշ չէ հային։ Սրանք ժամանակավոր ինչ որ կողմնակի վատ ազդեցությունների արդյունքում ձևավորված բառիս վատ իմաստով երևույթներ են, որ ձեզ համոզել են, որ դա ձերն է, դա դուք եք, դա բնորոշ է մեզ, բայց մենք պետք է հասկանանք, որ չէ, մենք դա չենք։ Մենք այն լեգենդար հայերն ենք, որ ամբողջ աշխարհում հայերի անունը բարձր են պահել։ Մենք այն ինվենտորներն ենք, այն գիտնականներն ենք, ովքեր հայտնագործողներն ենք, ովքեր տարբեր հայտնագործություններ են արել, ովքեր աշխարհում ապրելը ավելի լավ են դարձրել, հեշտացրել են մարդկանց կյանքը, տվել են աշխարհին մեծ անուններ, փառահեղ անուններ։ Մենք այդ հայն ենք։ Մենք չպետք է նայենք այսօրվա այն որոշակի կասկածելի ծագման հայերին, ովքեր ուղղակի յան ազգանուն ունեն, ու դրանով մենք որոշում ենք, որ նրանք հայ են, ու ասենք ով են սրանք։ Միթե մենք էլ ենք հայ, սրանք էլ են հայ։ Ոչ։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ժողովրդի մեջ կան բացառություններ, թերությունների իմաստով, միգուցե նույնիսկ եթե այդ թերությունները ավելի շատ են կամ գերակշիռ մաս են կազմում, բայց մենք պիտի ձգտենք լավին, կատարելագործվելուն, մաքրվելուն, սրբագրելու ինքներս մեզ։ Այդ պարագայում մենք կարողանանք բարձրանալ այն ճահիճից, որում հայտնվել ենք, որտեղ ես վստահ եմ, որ այդ հայտնվելը ժամանակավորապես է։ Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մեջ լինում են նման օրինակ խնդիրներ, երբ մարդիկ կոտրվում են, նրանց մեջքը կոտրվում է, այդ գոտը պնդված վիճակից նրանք այլևս այդ վիճակում չեն լինում, հիասթափություններ են ապրում անընդհատ, իրար հաջորդ եւ սա բերում է մի այսպես ընկճախտի։ Ես շատ եմ տեսնում այդ ընկճախտը իմ հայրենակիցների մոտ, բայց նրանց ասում եմ, որ մի հուսալքվեք, մի թևաթափվեք, ամեն ինչ անցողիկ է, մենք դեռ հասնելու ենք շատ մեծ բարձունքների բոլոր ոլորտներում եւ շարունակելու ենք աշխարհին հիացնել եւ
հնարավորություն տալ, որպեսզի նրանք բարձենան մեզնով եւ հպարտությամբ նշեն, որ այ հայերը այսպիսի հաջողությունների, այսպիսի ձեռքբերումների են հասնում։ Գլենդել քաղաքում դուք հանդիսանալով մշակույթի եւ արվեստի կոմիսար բազմաթիվ միջոցառումների եք մասնակցում, որոնք տեղի են ունենում մշտապես։ Ընդհանուր առմամբ ձեզ որակը կամ քանակը միջոցառումների այստեղ գոհացնում է թե ոչ եւ ինչը կուզեիք գուցե փոխվեր, շտկվեր միջոցառումների մասով։ Գիտեք, մասնակցում եմ եւ մասնակցությանս հիմնական նպատակը էլի արժանիներին գովաբանելն է, նրանց ի ցույց դնելն է, նրանց պարգևատրելն է, նրանց գնահատելն է, ոչ թե ինձ համար, ոչ թե գնահատվողի համար, այլ օրինակ ծառայելու համար, որպեսզի էլի մատաղ սերունդները, նորեկները, երիտասարդները, այն մարդիկ, ովքեր նոր իրենց քայլերը պետք է անեն, տեսնեն, որ լավը գնահատվում է, լավը արժևորվում է, մարդկանց մեջ սերմանելու այդ մշակույթը, որ լավը գնահատվում է, որովհետև մենք եկել ենք մի երկրից եւ առհասարակ ես սա բնորոշիչ եմ համարում բոլոր պոստսովետական երկրներին, որտեղ որ միշտ չի եղել, որ լավը գնահատվել է, երբեմն գնահատվել է ուղղակի այդ ծանոթ բարեկամ մակարդակի վրա եւ լավը անտեսվել է։ Մենք ամեն մեկս, ես, դուք, բոլորս, մենք մեր ամենօրյա քայլերով պիտի ցույց տանք, որ այդպես չի։ Եթե դու լավն ես, աշխատասեր ես, տաղանդավոր ես, շնորհալի ես, դու անպայման մի օր գնահատվելու ես եւ օրինակ ես ծառայելու այն մարդկանց համար, ովքեր քո դաշտում, քո ոլորտում ուզում են իրենց քայլերն իրականացնել։ Քանակական առումով պիտի ասեմ, որ այստեղ անընդմեջ մշտապես շատ լավ, գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում։ Որակականը, գիտեք, միանշանակ չէ, որովհետեւ կան եւ որակյալ միջոցառումներ, կան եւ անորակ միջոցառումներ, ինչը որ կա ամենուրեք։ Այսինքն չենք կարող այսպես մի բառով բնութագրել ու ասել, որ ամեն ինչ որակյալ է կամ հակառակը ամեն ինչ անորակ։ Փոփոխություն կա տարիների ընթացքում, այսինքն այդ առումով։ Ես կարծում եմ փոփոխությունը դրական է, ես կարծում եմ որ կա, բայց այդ տենդենսը պահելու, այդ շարժը պահելու համար մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Սա մենք չենք կարող բարթել ինչ որ մեկի վրա, ասենք այ դու ես մեղավոր, որ այսպես է եղել։ Մենք ամեն մեկս մեր տեղում, մեր զբաղեցրած դիրքում, մեր գործունեությամբ պիտի նպաստենք, որպեսզի այդ նշաձողը անընդհատ բարձրանա, որովհետև միշտ լինելու են այն մարդիկ, ովքեր այդ նշաձողը գցելու են։ Եվ իսկ նշաձող գցելը շատ ավելի հեշտ է, քան բարձրացնելը, որովհետև ընկած նշաձողի պարագայում շատ ավելի մարդիկ կարող են գալ ու տեղը զբաղեցնել։ Իսկ ինչքան որ նշաձողը բարձրացավ, այնքան այդ տեղը զբաղեցնել ավելի դժվար է լինելու եւ պահանջելու է որոշակի ուրեմն դրույթներ, հիմքեր, գիտելիքներ, որպեսզի ջանքեր, որպեսզի մարդը կարողանա հասնի։ Այնպես որ եկեք մենք բոլորս ամեն մեկս մեր տեղում եւ նաեւ միասին որպես խումբ այդ նշաձողը անընդհատ բարձրացնենք։ Դուք ձեր հաղորդումներով, ես իմ գործունեության մեջ, ամեն մեկը իր հնարավորությունների շրջանակներում եւ չխորշենք խորհուրդներ լսելուց, նաեւ մեր հնարավորության սահմաններում խորհուրդներ տանք այն մարդկանց, ովքեր մեզնից այդ խորհուրդները հարցնում են ու տանք դա ոչ միայն նորից ինքնահաստատվելու համար, այլ տանք դիմացինին օգնելու նպատակով, որպեսզի նա չսայթակի, նա իր ոտքը քարին չխփի, նա չանցնի այն դժվար, ասենք, կերմանով, որով մենք ենք անցել, այլ հակառակը անցնի ուղիղ ճանապարհը, որտեղ մենք արդեն անցել ենք, մենք գիտենք, որ այնտեղ ճանապարհները ծուռ են կամ խորթուբորդ, բայց արդեն գիտենք, որ կա դրա ուղիղ տարբերակը։ Ուրեմն խորհուրդ տանք, այստեղ էլ այդ հներին եմ արդեն խորհուրդս տալիս, որ մի խոչընդոտեք, մի նախանձեք, հակառակը ձեր փորձով կիսվեք եւ արեք ամեն ինչ, ամեն հնարավոր բան, որպեսզի նոր եկածները չանցնեն այդ կեր խորթուբորդ ճանապարհներով, այլ անցնեն ուղիղ սահուն ճանապարհով եւ չսայթակեն։ Եվ որն է Մարաթ Հայրապետյանի այս պահին առաջիկայի համար ամենամեծ երազանքը կամ ցանկությունը եւ ինչով է կարեւորում մարդու համար ունենալ երազանքներ, ցանկություններ, իր առաջ դնել նպատակներ։ Նպատակներ, շատ եմ սիրում նպատակներ, որովհետև գիտեք կարելի է ուղղակի նստել ու երազել տարբեր բաների մասին, որ երկնքից մանանա պետք է թափվի գլխիդ կամ չգիտեմ վաղը պիտի արթնանաս ու լինի այսպես։ Երբ տեղափոխվում ենք նպատակների դաշտ, նպատակ ունեցող մարդը նույն կերպ չի վարվում։ Նպատակ ունեցող մարդը վերցնում է թուղթ ու գրիչ կամ ուղղակի ինքն իր մեջ ամփոփվելով սկսում է ուրվագծել այն ճանապարհը, որով նա պիտի անցնի այդ նպատակին հասնելու համար։ Այսինքն սա ավելի արդյունավետ ճանապարհ է, քան ուղղակի նստել ծառի տակ ու երազել ինչ-որ բանի մասին։ Երազելով ոչ մի բանի հասնել հնարավոր չէ։
իսկ ունենալ նպատակներ շատ կարևոր է եւ այդ նպատակներին պետք է հասնել հետսետե, քայլ առ քայլ, առանց շտապելու։ Ես իմ երազանքների մասին չեմ կիսվում մարդկանց հետ, իհարկե իմ հոգու մեջ, իմ սրտի խորքում ունեմ երազանքներ եւ ունեմ նպատակներ, որոնց որ քայլ առ քայլ փորձում եմ ձգտել ու հասնել։ Իսկ երջանկություն ինձ պարգևում է, թե հարցը չկար դրա հետ ձևակերպված, բայց ինչն է պատճառը երազելու եւ երազանքներին հասնելու ըստ էության վերջնանպատակը երջանիկ լինելն է, չէ՞։ Այսինքն մենք ցանկացած բան մենք որ ուզում ենք մեր գործունեության մեջ կատարելագործվենք, չգիտեմ, հարստանանք, լավ դիրք ունենանք, լավ աշխատանք ունենանք, ինչի համար վերջում ինչն է երջանկությունը, այսինքն որպես լինենք երջանիկ, բայց միշտ չէ որ մեր նպատակին հասնելը կամ մեր պատկերացրած գումար ունենալը մեզ կարող է բերել երջանկություն։ Դրա համար ուզում եմ հստակ այդ հարցին ինքներս մեզ բոլորիս է վերաբերում այս խոսքը պատասխանենք, ինչի համար ենք սա անում, մենք ինքներս տանք մեզ այդ պատասխանը ու հասկանանք ուրիշ ինչ կերպ կարող ենք հասնել դրան եւ այդ ճանապարհին չկորցնենք շատ ավելի կարեւոր բաներ, որոնք որ իրականում մեր երջանկության ուրեմն պատճառը կամ մեր երջանկության գրավականը կամ մի խոսքով կարող են լինել, որովհետեւ շատ դեպքերում երբ մարդ այսպես կուրորեն միայն զբաղված է իր նպատակին հասնելով, նա չի նկատում իր շրջապատում գտնվող մարդկանց, բարեկամներին, հարազատներին, ընկերներին, փոքր ինչ որ հաճելի պահեր, որոնք որ այսպես ամբողջական իմաստով իրեն երջանիկ են դարձնում, ու հետո հասնում է ինչ որ նպատակի ու մի տեսակ ասում են լավ, հասա ու ինչ եղավ, ու սկսում են հիասթափության պահերը, որովհետև հասկանում է, որ հասավ իր ուզածին, բայց այդպես էլ չերջանկացավ։ Եղավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Լոս Անջելես վարչաշրջանի հիվանդանոցների եւ առողջապահության կոմիսար, նաեւ Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսար Մարատ Հայրապետյանի հետ։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Գլենդեր քաղաքում գտնվող Հայրիկ ռեստորանին ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալություն, որ դիտում եք, շարունակեք բաժանորդագրվել եւ նաեւ թողնել մեկնաբանություններ։ Կհանդիպենք։